Բարև ձեզ Factor TV հյուրը իրազե քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանն է, ողջույն պարոն Յովհաննիսյան։ Ողջույն։ Այսօր վարչապետը եւ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ուղիղ եթերում քննարկում են ՀԵՑ-ում ըստ պարոն Պետրոսյանի հայտնաբերված առավոտ չարաշահումների հարց, հավելագրումներ, վարկային երաշխիքներ, էներգիայի թերգրանցումներ եւ վարչապետը այդ ամենը փողերի լվացում էր որակում, իսկ Դավիթ Ղազինյան նախկին պաշտոնակատարը ՀԵՑ-ի տնօրենի, ասում էր սա քաղաքական քինախնդրություն է, իսկ Նարեկ Կարապետյանը ընդհանրապես ասում էր, որ այս ՀԵՑ-ը իշխանությանը պետք է որ Քաջարյանի կոմբինատի պես ՔՊ-ին ֆինանսավորող եւս մեկ կառույց դառնա եւ ինչպես է գնահատում այս գործընթացը, ինչի մասին է ընդհանրապես։ Ինձ թվում է Նարեկ Կարապետյանի հայտարարությունը պետք է անցնել որպես հանցագործության մասին հաղորդում եւ պարզել արդյոք իրավաբանական հանդիսացող Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը փող տալիս, որտեղ ինչպես գիտեք, կուսակցություններին կարող են փող տալ միայն ֆիզիկական անձինք, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, միայն օրենքով սահմանված առավելագույն չափով։ Սա շատ կարևոր կանոն է, այդ կարևոր կանոնի տակ կարևոր է որ տեղավորվեն համ մեր ձևով, համ ԿՊ-ն, համ բոլորը։ Ինչ վերաբերվում է ուրեմն Ռոմանոս Պետրոսյանի կողմից հայտնաբերված ենթադրյալ հանցագործությունների մասին, ապա ես հիմքեր չունեմ լուրջ կասկածի տակ դնելու, որ դա իրոք տեղի ունենա, որտեղ գիտեք, սա ամեն երկրի բիզնես մեծ հաշվով գործում է այն ձևով, որ այդ երկրում ընդունված է բիզնես վարել։ Այսինքն նույնիսկ երբ որ գնում է ուրիշ երկրում է բիզնես վարում, հա, երբ որ HSBC բանկը եկավ Հայաստան, ինքը իր հետ բերեց բանկային բիզնես վարելու բազմաթիվ նոր ու շատ լավ ավանդույթներ։ Հիմա այս մարդիկ էլ կներեք Կալուգայի կամ ռուսական մյուս հատվածների բիզնես վարելու ձևերը բերել են ստեղ։ Ստեղ էլ իրանց տվել են ըստ էության ինչ որ առումով, այո, վզներին կախել են ՀԵՑ-ը այն ժամանակ, որտեվ ՌԱՕ-ի տակ էլ ավելի սարսափելի էր։ Ինձ թվում է դժվար է կասկածի տակ դնել են, որ ամեն դեպքում ՀԵՑ-ը տաշիրի տակ ավելի լավ է եղել, քան ՀԵՑ-ը ՌԱՕ-ի տակ вообще սարսափելի էր։ Եկել են դից զգացել են, որ այո, սա կարելի է օգտագործել, սա կարելի է չարաշահել, կարելի է սրանով բանկային երաշխիքներ վերցնել, չգիտեմ, Կալուգաստրոյի եսի ինչի համար։ Պարոն Յովհաննիսյան, Սամվել Կարապետյանի գործոնն կա, գիտենք, որ մի հոդվածը, որ կալանավորված է իշխանության զավթման հրապարակային կոչենը, մյուսը առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանք, դա ըստ մեղադրանքի կատարվել է ծառայողական լիազորություններ կամ ազդեցությունը օգտագործել, բայց ընդդիմություն եւ քաղաքասարակության մի մաս նրանք քաղբանտարկյալ է, որակում ընդհանրապես դուք ինչ եք մտածում այս հարցով։ Փողերի լվացման գործի հետ կապված մենք բավական քիչ ինֆորմացիա ունենք։ Այն մյուս հոդվածի հետ կապված բոլորս գիտենք, որ արարքի, հրապարակային է, բոլորս գիտենք, որ արարքի շուրջը ինձ թվում է շատ մեղմ ասած շատ ականջներից ձգած կարելի է այդտեղ հիմնավոր համարել քրեական հետապնդումը, բայց փողերի լվացման մասով ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Շատ չի ինֆորմացիան իրականում։ Հա, ինֆորմացիան բավարար չի այդ գնահատական։ Եվ պետք է հասկանալ արդյոք ՀԵՑ-ին առնչվում է թե ոչ օրինակ։ Սա զուտ հարցադրում ոչ թե ընդդում։ Այո, պետք է դա հասկանալ եւ մենք դա այս պայդերությամբ չգիտենք։ Ամեն դեպքում կրկին ես ուզում եմ արձանագրենք, որ նենց չի որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Հա։ Տեսեք, իսկ իշխանության իրական մոտիվացիան ձեր կարծիքով ո՞րն է, այսպես ասենք ՀԵՑ-ը Կարապետյաններից վերցնելու, արդյոք իշխանությունը այն դիտարկում է որպես ՀԵՑ-ը նկատի ունեմ Սամվել Կարապետյանի կողմից որպես քաղաքական ռեսուրս կամ քաղաքական իշխանության դեմ հնարավոր լծակ, դե այստեղ մեկնաբանություններ կարող են նաև դեպի Ռուսաստանի դաշտ գնալ, Զախարովան օրերս կարող են չգնալ այդ ուղղությամբ։ Ասում էր Մոսկվայում ուշադիր հետևում են ՀԵՑ-ի եւ Տաշիր կապիտալի խմբի ղեկավար Կարապետյանի շուրջ իրավիճակին եւ որ արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանություն Մոսկվայի առաջնահերթություններից են։ Այդ լավ որ ընդունում են որ դա ռուսական բիզնես է եւ որովհետեւ դա այդպես է։ Կարային ասեն դա ռուսական բիզնես չի, բայց լավ է որ ընդունում են։ Գիտեք, ես
մի քանի արձանագրում եմ ուզում ստեղ անենք էլի։ Առաջինը դա իշխանության իհարկե մոտիվացիան նաև դա է, նաև հոսանքազրկումների հետ կապված հետի հետ կապված առաջին խնդիրները ինձ թվում է սկսել են դեռ մոտ մի տարի առաջ, երբ որ հոսանքազրկումների հետ կապված շատ ահազանգեր էր, որտեվ գիտեք էլեկտորալ ժողովրդավարությամբ երկրում որտեղ իշխանության գալը եւ իշխանություն պահպանելը ընտրություններով է, չկեղծվող ընտրություններով է, իշխանությունը չի կարող չհասցեագրել այն խնդիրները, որոնք որ ժողովուրդը ունի կամ ժողովուրդը բարձրացնում է։ Այդ ժողովուրդը բարձրացնում է հոսանքանջատման հետ կապված խնդիրներ, չի կարող իշխանությունը ասի դա հեծի խնդիրն է, գնացեք, հեծին դատի տվեք, հեծի հետ բարձեք, պետք է ինչ որ ձև հասցեագրի։ Բայց քաղաքական մոտիվացիա էլ կա, չէ՞, ակնհայտորեն իշխանության գործողությունը։ Իհարկե կա։ Եվ դա արում եք 26 ընտրություններից առաջ բանը։ Իհարկե, այդ ամեն ինչը կա, որտեվ հենց կարող էր օգտագործվել ընդորում տարբեր կոնտեքստում։ Ոչ միայն որպես չեմ հիշում ինչքան աշխատող ուներ, 7, 8, 10 դժվար թե հասնի 1000 աշխատող ուներ, ոչ միայն որպես շատ մեծ գործատու ենթակա աշխատողների նկատմամբ ազդեցության կոնտեքստում, այլ ավելի շատ հենց որպես էներգետիկ ոլորտի կարևոր օղակ, որտեղ մենք տեսնում ենք օրինակ նույն Կիրիենկոն իր հայրենիք Աբխազիայում, ինքը եթե ճիշտ եմ հիշում, ինքը Աբխազիայից է, որպես հիմնական լծակ, դենտեղ ճիշտ է բոլոր տեխնացուներն էին ռուսամետ, բայց կային այնպիսի տեխնացուներ, որոնց Կրեմլը ուզում էր, կային որոնց որ Կրեմլը չէր ուզում։ Եվ շատ ուժեղ օգտագործում էր հոսանքանջատումների լծակ։ Կիրիենկոն ուղիղ տեքստով Սուխումիում նստած ասում էր, ուզում եք հոսանքանջատումներ, ընտրեք այն տեխնացուին, չեք ուզում հոսանքանջատումներ, ընտրեք այս տեխնացուին։ Իսկ հայաստանյան կոնտեքստում դա ոնց է։ Դե դժվար է տենց գար Երևանում նստեր ուղիղ ասեր, բայց էլի այդ կարար օգտագործվեր հիբրիդային հարձակումների կոնտեքստում կարար օգտագործվեր օրինակ ընտրությունների օրը հոսանքազրկում անելու կոնտեքստում դրա փորձը մենք տեսել ենք 21 թվական փոքր մասշտաբի ընտրությունների դելեգիտիմիզացիայի կոնտեքստում օրինակ տարբեր կոնտեքստներում կարար օգտագործվեր, այսինքն հեծը ինքն հենց մեծ գործիք է, որ տարբեր հիբրիդային հարձակումները բազմակոմպոնենտ հարձակումներ են, հա, որպես կան։ Այդ հիբրիդային հարձակումներից ինչ որ մեկում որպես կոմպոնենտ լիներ եւ այլևս չկա այդ գործիքը Ռուսաստանի ձեռքում։ Այս պետքա ամեն դեպքում արձանագրենք։ Եվ մյուսը դա առհասարակ Սամվել Կարապետյանի ռուսաստանյան լինել չլինելու կամ Ռուսաստանի ազդեցության տակ լինելու կամ չլինելու հարցը քննարկելիս մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստան չի։ Ռուսաստանում դու չես կարող ունենալ ինչ-որ խոշոր չափերի բիզնես, առավել ևս խոշոր չափերի ինչ-որ տենդերներ ստանաս եւ քաղաքական առումով լինես անկախ։ Չկա տենց բան Ռուսաստանում։ Այդ Հայաստանում, որ Հայաստանի ամենամեծ ասֆալտապատողը գիտեք, ում մտերիմ ազգականն է։ Ամենամեծ ասֆալտապատողը, որում ասֆալտը բոլորը պետական տենդերներով է, էլի, այսինքն Քոչարյանի Փեսանա։ ԱԲԲ ընկերությունն է, որը Քոչարյանի ընտանիքին է պատկանում։ Այսինքն Հայաստանում կարա լինի մեծ բիզնես, այդ թվում պետական տենդերներ ստացող մեծ բիզնես, ամենամեծ տենդեր, ամենամեծն է, էլի, ասֆալտի ոլորտում ԱԲԲ-ն։ Որում ասում են, որ այդքան էլ վատ ասֆալտ չի փռում։ Ռուսաստանում տենց բան հնարավոր չի։ Ռուսաստանում չի կարա բան տենց մեծ բիզնեսը առավել ևս պետության հետ աշխատող մեծ բիզնեսը լինի անկախ։ Դա հնարավոր սցենար չի։ Հիբրիդային պատերազմ Եվ երբ որ տեսնում ենք առավել ևս Մարիա Զախարովայի հայտարարությունները, տեսնում ենք մի շարք այլ հայտարարություններ, տեսնում ենք Ռուսաստանում ցույց են անում Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Ռուսաստանում կարելի է ցույց անել առանց իշխանության թույլտվության։ Մի հոգի չի կարող Ռուսաստանում ցույց անի։ Մի հոգով դուրս է գալի Ռուսաստանում մեկը ցույցի բռնում տանում են։ Դա թեման է երևի կարևոր։ Իհարկե թեման է կարևոր։ Իհարկե, այսինքն այն որ Կարապետյանը ունի Ռուսաստանի
ոչ միայն աջակցությունը, այլ նաև հանգիստ Ռուսաստանը իրան որպես գործիք կարա օգտագործի եւ օգտագործելու է եւ օգտագործում է արդեն հավանային հավանականությամբ դատելով նաև այն process-ներից, որոնք որ ռուսական սփյուռքում Ռուսաստանում հայկական սփյուռքում տեղի ունենում, դա ակնհայտ է։ Տեսեք, հիբրիդային պատերազմ ասվածի մասին խոսում էր վերջերս Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, որի կարծիքով կամ պնդման արևմուտքն է հիբրիդային պատերազմ վարել, այդ թվում Մոլդովայում, այդ թվում Վրաստանում, իսկ Հայաստանում Ռուսաստանի հետ կապեր զարգացման կողմնակիցները հետապնդվում են եւ կարծես այն օրինաչափությունն է գործում, որ վերջին տարիներին Մոլդովայում է իրականացվում, անուն չի տվել, բայց կարող է պարոն Կարապետյանը նկատի ունի կամ Վարդան Ղուկասյանի, որը շատ ավելի խորացման կողմնակից էր, այն չէ կարծում իշխանությունը ինչու է բանտերը լցնում քաղբանտարկյալներով, այդ թվում Ռուսաստանի հետ կողմնակից անձանց, այսպես հարաբերությունների կողմնակից անձանցով։ Ես ուզում եմ երկու բան հարցնեմ, նախ արդյոք բանտերում միայն Ռուսաստանի կողմնակիցներն են, կամ արդյոք բոլոր Ռուսաստանի կողմնակիցները բանտերում են։ Դա մի քիչ այդքան էլ բան չի, լուրջ չի։ Ինչ վերաբերում է Մարիա Զախարովայի հայտարարություններին, այն որ հայտարարությունները ծաղելու են բան, կարամ չմեկնաբան, ինձ թվում է Factor TV դիտողները։ Արևմուտքի հիբրիդային հարձակումների Factor TV դիտողները շատ լավ հասկանում են, թե ով է ինչ մեթոդներ, Մարիա Զախարովը նշում է, ապա տեղեկատվություն եւ այլն հիբրիդային պատերազմից մեր դեմ պարոն Հյանիսյան։ Որովհետեւ ռուսական ֆեյքերի նորանոր ֆաբրիկաներ են հայտնաբերում շաբաթը մեկ, որոնք Հայաստանի վրա են գործում։ Ռուսական երբեք ոչ մի ուրիշ երկրի չի հայտնաբերվում։ Պրիգոժինի հիմնադրամն էլ, չէ՞, կարծեմ։ Այո, այդ թվում նաև Պրիգոժինի, այդ թվում նաև Պրիգոժինի։ Կենտրոնացած են մեր ուղղությամբ։ Իրավապաշտպան ուղղությամբ Պրիգոժինի հիմնադրամը Պրիգոժինը էր, որ դեմոնստրատիվ մարդկանց կուվալդով սպանում էին, իրաբանում էլի, այտենց հպարտ էին իրանք նրանով, որ մարդկանց կուվալդով են պատժում, կուվալդով սպանելով են պատժում, իրավապաշտպան հիմնադրամ ունի, որ ասում է, որ Հայաստանի բանտերում վերջին տարիներին 230 քաղբանտարկյալ է մահացել։ 230 քաղբանտարկյալ ոչ թե կա, մահացել է այդքան։ Հայաստանի բանտերում 230 մարդ չի մահացել, վերջին չգիտեմ քանի տասնամյակում երևի, ասենք վերջը մարդ առհասարակ, որոնց 99% առնվազն միշտ սովորական բանտարկյալներն էլի ոչ քաղաքական, նույնիսկ Քոչարյանի վաղ։ Լավ, դա ինչի համար է։ Բայց այս ամեն ինչը Մարիա Զախարովայի հայտարարություններին ես կուզենայի ուրիշ կոնտեքստում անդրադառնալ։ Ինքը ասում է, որ արևմուտքի նպատակն է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ոստեղ մի նոր շերտ է բացվում։ Մեն Մարիա Զախարովայի եւ իր նման ռուսական էստաբլիշմենթի ներկայացուցիչների գլխում կարա նպատակը լինի փչացնելը։ Առողջ մարդու համար փչացնելը, վնասելը նպատակ չի կարող լինել։ Հա? Առողջ մարդու համար նպատակը սեփական շահն է։ Ոչ դիմացինին վնասելը։ Հա, առողջ մարդու համար օրինակ բան ինչ ենք անում մենք առողջ մարդիկս, երբ որ օրինակ տեսնում ենք հարևանը նոր ու թանկանց մեքենա է առել։ Ասում ենք տենաս ոնց հարստացավ էլի, մենք էլ տենց հարստանանք առնենք։ Տենաս միլիոն կոնտեքստում ենք այդ հարցը նայում, բայց առողջ մարդու մտքով չի անցնում, չէ՞ գնայես մեքենան վառի։ Եթե իհարկե այդ մեքենայի փողը իրանից չեն գողացել կամ եթե տենց բան չի։ Մտքով չի անցնում, չի գնայես մեքենան վառի, որ հարևանը չունենա լավ մեքենա։ Առողջ մարդու մտքով դա չի անցնի, առողջ մարդու մտքով կանցնի, լավ, իսկ կարող ես հարևանս օրինակ հարուստ է, գնամ իրան առաջարկեմ համատեղ բիզնես դնենք, փող աշխատենք համատեղ։ Դες բաներ առողջ մարդու մտքով անցնում։ Չի անցնում գնամ վառեմ, որ հարևանս էլ ինպես վատ ավտոքշի։ Այ Ռուսաստանի դեպքում այդ տրամբանությունը չի գործում։ Ռուսաստանը կարար չէ առողջ մարդու նման ասել, Եվրոպային գազ են վաճառում, սաղ աշխարհին նավթ են վաճառում։ Բերեն են ցանեն, որ ավելի շատ վաճառեմ։
Չէ, իրանց առաջնահերթ Ուկրաինան լավ է ապրում, ինչ լավ է որ Ուկրաինան լավ է ապրում։ Կարող է մենք էլ Ուկրաինայի հետ միասին ընկերություն անենք, մենք էլ լավ ապրենք։ Չէ, ոնց թե Ուկրաինան լավ է ապրում, ոնց թե Ուկրաինան ժողովրդավարանում է։ Գնանք, տանք, սպանենք, մորթենք, քաղաքները քանդենք, ավիրակներ վերցնենք։ Ուռա մեր դրոնը Կիևում եւս 3 հոգի սպանեց, դզեց, ինչ լավ է։ Էսա իրանց բանը, հասկանում եք, սա առողջ մարդու մոտեցում չի։ Միգուցե ձեր Արդյունքում Կիևին եւս 5 հատ դրոնով խփեցինք, Եվրոպան արդյունքում մեզանց քիչ գազ սկսեց գնել, մենք սկսեցինք ավելի վատ ապրել, բայց ոչինչ, զատով մենք ուկրաինացիքին պատժում ենք, վատություն ենք անում։ Միգուցե ձեր հարցերի պատասխանը գտնենք ռուսական ԱՀԾ-ի արտաքին հետախուզական ծառայության այն հայտարարությունում, որ դա հայտարարություն չէ, դա արվեստի գործ էր, դա հայտարարություն չէ։ Հայերը քաղաքական նպատակներից ելնելով ցանկանում են Մոսկվայից փոխվել եւ ցորեն են գնում Ուկրաինայից։ Սա էլ հետաքրքիր է ցորենի պատմության այսքան հայերը։ Այո։ Գիտեք, պատկերացրեք, ես խանութի սեփականատեր լինեմ, ու մեկը գնասի, իսկ կարող եմ հատ այսօր հացը ուրիշ խանութից առնեմ։ Նայեմ, էլի կարող եմ ուրիշ խանութի հացը լավն։ Մենակ հո այս խանութից չեմ առնելու։ Բա որ վաղ այս խանութը փակվի։ Բա որ վաղ այս խանութում հացը թանկանա։ Բա որ վաղ այս խանութի տերը հրաժարվի ինձ հաց վաճառել։ Գնամ, այդ ուրիշ խանութի տեղը իմանամ այդ ուրիշ խանութից ես ոնց եմ հաց առնում, թանգա է, ժանա, լավն է, փորձեմ, տենամ, թանգա է, լավն է, վատն է, այդ մյուս խանութից կարողանում եմ հացը բերեմ, հասցեմ տուն, թե այնքան հեռու է, որ դա քննարկել էլ պետք չի։ Ու ես որպես կոնկուրենտ որն ալնելու իմ մոտեցումը որպես կոնկուրենտ խանութի սեփականատեր, որը հիմնական հացի մատակարարն է, էլի։ Ասել եմ, հա, լավ չի, այ, դավաճանում է ինձ, գնում է ուրիշ տեղից է։ Այնց որ նորմալ, նկատեմ Ռուսաստան տեսանկյունից նորմալ ռեակցիա է։ Ասում են, ոնց ախպեր, մենք ենք ձեզ, մեզանց եք մենակ ցորեն առնում, դուք ոչ գիտեք, թե որ Ռուսաստանից բացի ուրիշ տեղից ցորենը ոչ ուզեք բիզնես կապեր, ոչ ուրիշ տեղերից ցորեն ներմուծելու փորձ ունեք, որ գիտեք այդ ցորենը գալի հասնում, ինչքան ժամանակում է հասնում, հասցնելու վրա փաստացի ինչքան փող է ծախսվում, այդ ցորենի որակը ինչպիսին է։ Դուք այդ ամեն ինչ չգիտեք, ոչ էլ պետքա որ իմանաք, որ երբ որ մենք ուզենանք ձեզանից նախ որ միշտ մենակ մեզանից առնեք, եւ դա նաեւ տնտեսապես է ձեռ տալի, երկրորդը որ հանգարց վաղը ուզենանք ցորենի վաճառելը ձեր վրա որպես լծակ օգտագործենք, այդ լծակը ունենանք։ Իսկ այդ լծակից իրանք զրկվում են։ Իրանք ասում են մի րոպե։ Այո, իրանք ասում են մի րոպե, փաստորեն մենք էլ չենք կարող Հայաստանի սպառնանք, որ իրանք ցորեն չենք վաճառի։ Պրոբլեմա։ Մենք կարող ենք Հայաստանի սպառնենք, ասենք Հայաստան սոված ես մնալու, ցորեն քեզ չենք վաճառի։ Եթե դու ասենք այս քայլը անես, այն քայլը անես։ Կարող ընտրություններից առաջ կանենք օրինակ Հայաստանին մի երկու շաբաթով առանց ցորեն թողենք, Հայաստանում ճգնաժամ լիներ, արդյունքում իշխանափոխություն լիներ կամ սենց մի բան լիներ կամ մեր ուզած տեխնացում գար իշխանության։ Իրանք նստած մտածում են, իրանք այդ լծակը ունեն, մեկ էլ մի պայծառ պարզում է իրանք այդ լծակը չունեն։ Հենց որ Հայաստանը Ղազախստանից ու Ուկրաինայից սկսելու է շատ ցորեն առնել, չէ, քանի Ռուսաստանը այժմ ցորեն առաջարկում է, Ռուսաստանը այժմ ցորենը վաճառ առնելու են, բարձր։ Մջուն մազոխիստ չի, գնա ավելի հեռու տեղերից, բայց ված չէ լինի, եթե Եվրամիությունը սուբսիդավորեր ուկրաինական ցորենի գնումը։ Ված չէ լինի, չէ։ Եվրամիությունը սուբսիդավորի ուկրաինական ցորենի գնումը, ուկրաինական ցորենը մեր վրա ավելի էժան նստի, խի չէ որ։ Հասկանում եք, բայց սա շատ բան է։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ռեակցիա է տալիս իրանց ունեցած լծակի կորստին։ Սա պատմություն ցորենի մասին չի, հացի մասին չի, չգիտեմ, գյուղմթերքի մասին չի։ Սա պատմությունն է Ռուսաստանի կողմից ունեցած լծակը կորցնելու մասին։ Եվ իրանց ռեակցիան եւ այդ հաղորդագրությունը, հենց այդ կոնտեքստում որ կարդում ես, սա տեղն է անգնում։ Մոլդովայի դասերը Հայաստանի համար, որոնք պետք է լինեն, որովհետեւ դա այն պետությունն էր, որի ներքաղաքականության խառնվելու համար Ռուսաստան շատ մեծ ջանքեր գործադրեց, տեղում
պրոռուսական քաղաքական ուժերին աջակցելով էլի ինֆոտերոր կազմակերպելով կեղծ լուրեր եւ այլ, բայց Մոլդովան բավականին պատրաստված էր Այո։ Այստեղ մի քիչ ուրիշ թեմա եք բացում, պետք է հետեւյալ արձանագրումներ անենք, որտեղ մենք վերջին շրջանում Տիկին Զախարովան է այս հարցը մեզ հուշում Հա, մենք վերջին շրջանում չսպասելով Զախարովային ուսումնասիրել ենք Մոլդովայի փորձ։ Վերջին շրջանում ասելով ապրիլից մայիսից սկսած, որտեղ դեռ Մոլդովայի անցած տարվա ընտրությունները կային, բացի այս տարվա ընտրություններից, մենք իրազեկ քաղաքացիների միավորումում ուսումնասիրում ենք Մոլդովայի փորձը, Մոլդովայում ռուսների արածները եւ այն թե ոնց է իրենց քաղաքասարակությունը եւ պետությունը դրան հակազդում, պաշտպանում Մոլդովան ռուսական միջամտություններից։ Վերջին շրջանում մի գաղտնիք բացեմ, մենք պարբերաբար թիմակիցներ ենք ուղարկում Մոլդովա, որ ավելի ու ավելի դետալներ հասկանան այնտեղ տեղի ունեցածից, որովհետեւ մենք խնդիր ունենք, մենք արդեն շատ լավ պատկերացում ունենք թե ռուսները Մոլդովայում ինչ էին անում, բայց մենք խնդիր ունենք մի քայլ առաջ գնալ, փորձել կանխատեսել, թե իրանք ինչ դասեր են քաղելու Մոլդովայից Հայաստանի համար։ Այսինքն օրինակ ասելն է, Մոլդովայում այս բանը չստացվեց, հետեւաբար Հայաստանում անենք սենց։ Այդ իրանց այդ ենթադրյալ եզրակացությունները փորձում ենք հասկանալ, կանխատեսել։ Մոլդովայում շատ էֆեկտիվ հակազդեցություն կար քաղաքասարակության կողմից, ընտրական մարմինների կողմից, կենտրոնական բանկի կողմից, անվտանգության մարմինների կողմից եւ հանրային կոմունիկացիայի պատասխանատու մարմինների կողմից։ Կուսակցությունների չգրանցում, հա։ Ինչպես։ Կուսակցությունների չգրանցում։ Դե մենակ այդքան կուսակցությունների չգրանցման կոնտեքստում չէ, ավելի շատ ամեն մեկը իր մասով, այսինքն։ Ամեն մեկը իր մասով։ Մեկը քաղաքական ֆինանսավորումը վերահսկելով, մյուսը ընտրակաշառքը գտնելով, երրորդը հասկանալով, թե ռուսները ինչ են անում, իրար հետ համագործակցելով, իրար հետ բանանելով անընդհատ աշխատում էին երկար ու արդյունքում բավականին լավ ինստիտուցիոնալ պաշտպանվածություն էին։ Հայաստանում քաղաքասարակության համագործակցությունը Հայաստանում այդ բոլոր ինստիտուտները բացի քաղաքասարակությունից առնվազն քաղաքասարակության մասով մի քիչ կվախենամ վստահ դատողություն անեմ, դեպի մոտ տպարության Հայաստանում քաղաքասարակությունը նաև քաղաքասարակությունն ավելի այս կոնտեքստում թույլ վիճակում, քան Մոլդովայում։ Բայց վստահաբար կարող եմ ասել, ազգային անվտանգության մարմինները, ընտրական մարմինները, կենտրոնական ընտրական հանձնաժողովների դեպքում կենտրոնական բանկը եւ հանրային կոմունիկացիայի համար պատասխանատու մարմինները շատ ավելի ինստիտուցիոնալ քիչ պատրաստված են, քան Մոլդովայի բոլոր մարմինները, ոչ միայն այս ընտրությունների վաղտ, այլ Մոլդովայի նույնիսկ անցյալ տարվա ընտրությունների վաղտ։ Անցյալ տարվա ընտրություններից մինչև այս տարվա ընտրությունները իրանք շատ ուժեղ զարգացան, աճեցին, վերջը լիքը բան սովորեցին, լիքը դաս քաղեցին։ Այս բոլորը կիբերանվտանգության մասով չգիտեմ, բայց առնվազն այս 4 ինստիտուտները Մոլդովայում շատ ավելի կայացած էին, քան Հայաստանում եւ համագործակցությունը այս ինստիտուտների միջև Մոլդովայում շատ ավելի բարձր եւ որակյալ մակարդակի վրա էր, քան Հայաստանում։ Հայաստանում համագործակցությունը քաղաքասարակության եւ պետական մարմինների կոմունիկացիայի համար պատասխանատու անվտանգության մարմինների կենտրոնական բանկի ոնց ասեմ զրոյական մակարդակի վրա։ ԿՀ-ի հետ համարյա զրոյա, ԱԱՑ-ի եւ կենտրոնական բանկի հետ ուղակի զրոյա։ Կլոր զրոյա, էլի, այդպես 0.0001 չի զրոյա։ Եվ դա եւ նաեւ իրանց միջև համագործակցությունը եւս երանելի չի, ցենց մի գաղտնիք էլ բացեմ։ Եվ սա խնդիր է։ Սա խնդիր է եւ մենք ինստիտուցիոնալ առումով ոչ միայն հիմա, այլ նաեւ հունիսի 7-ի դրությամբ, ընտրությունների դրությամբ շատ ավելի անպատրաստ ենք, քան Մոլդովան։
Միաժամանակ մեր մոտ իհարկե ուրիշ բաներ կան, որ մի քիչ ավելի լավ են, քան Մոլդովա։ Ես չեմ ուզում ասեմ, որ մենք էս պարտվել ենք եւ ռուսները ընտրություններում կունենան իրանց ուզած արդյունքը, չէ, դա մի ընկալ է որպես այդպիսի կանխատեսում, որտեղ բաներ կա, որ Հայաստանում ավելի լավ է։ Հայաստանում ավելի լավ է վիճակը ընտրակաշարքի հետ, որտեղ միլիարդները դեր չեն խաղալու։ Այդ թվում ռուսական ցանկը խաղալու են, բայց Մոլդովայում ավելի լուրջ դեր էին իրենք խաղում, քան կխաղան Հայաստանում գոնե այդպիսին է իմ կանխատեսումը։ Տարբեր պատճառներով, հա Հայաստանում կա լայն ընկալում, որ ընտրակաշարքը վատ է, որ ընտրակաշարքը պատժելի է, որ ընտրակաշարքը պետք է լինի պատժելի, որ ապահները պետք է գնան ընտրակաշարքի հետևից։ Մոլդովայում այդպիսի ընկալում տենց լայն չի։ Լայն հանրեն, որտեղ մենք ընտրակաշարքի հետ շատ վատ պատմություն ունենք էլ եւ բոլորս դեռ հիշում ենք, թե դա ինչ սարսափելի երևույթ է։ Հայաստանում նաև ընտրակաշարքի համար պատիժներն են աննկարագրելի ավելի խիստ, քան Մոլդովայում։ Հայաստանում ինձ թվում է հասարակության, քաղաքացիների լայն հանրության տպավորությունը, որ իշխանությունը իրենից է գալիս եւ ինքն է որոշում թե ով պետք է լինի իշխանություն, ավելի բարձր է, քան Մոլդովայում։ Ինչը նվազեցնում է ընտրակաշարքի եւ տարբեր տեսակի ազդեցությունների էֆեկտը։ Երբ որ մարդ հավատում է, որ իր քվեն կարևոր է, էլի։ Եվ երրորդ թեթենա, որ Հայաստանում չկան տենց պրոբլեմատիկ ռեգիոններ, ոնց որ Մոլդովայում, դե իրանք ունեն Մերձնեստր, իրանք ունեն Գագաուզիա, որի մասին ստեղ Հայաստանից կարող է քիչ ենք լսել, բայց ներպետական կոնտեքստում բավականին խնդրահարույց ռեգիոներ։ Եվ վերջինը, որը մի տարի առաջ ես կասեի մենք Հայաստանում էլ ունենք, կես տարի առաջ էլ կասեի, բայց հիմա արդեն ոնց որ թե նմանա նրան, որ չենք ունենա, դա եկեղեցու խնդրահարույց պահվածքն է։ Ինչու եք վստահ։ Մոլդովայում եկեղեցականները ճիշտ այնտեղ եկեղեցու կարգավիճակն էլ ռուսական եկեղեցու հետ հարաբերությունների կոնտեքստում մի քիչ այլ է, մերը գոնե առանձին եկեղեցի է, էլի առաքելական եկեղեցի է։ Չէ, այս Պուտինը կաթողիկոսի եղբորը մեդալ տալուց նշեց պրավասլավն է եւ համացանցում նկարներ են պատտվում, որտեղ տարբեր եկեղեցիների վրա ինչ որ չգիտեմ ինչի հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանում առաջացել է պրավասլավնա բառը։ Այդ ամեն դեպքում, բայց Հայաստանում ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունները, որոնք որ տեղի ունեն մի եկեղեցու հետ, չմտնելով այդ թեմայի մեջ եւ չասելով թե իշխանության որ քայլն է ընդունելի, իսկ որ քայլն է խայտարական ընդունելի, բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ եկեղեցու ազդեցությունը քաղաքական process-ների վրա շատ ուժեղ թուլացել է։ Իշխանությունը ինքը մտավ այդ դաշտ։ Կանխատեսելով, որ այդ դաշտը դառնալու է մարտադաշտ, իշխանությունը դաշտը գրավեց։ Նորից չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ ես համաձայն եմ բոլոր այն մեթոդների հետ, որոնք այդ դաշտը գրավելու ընթացքում իշխանությունը օգտագործեց, բնավ ոչ, բայց իշխանությունը դաշտը գրավեց։ Եվ այդ դաշտը եւ դա չի թողնելու, որ եկեղեցին մտնի այդ դաշտ, հա, այս տեղի ունեցավ։ Անկախ նրանից այս եկեղեցու պատմությունը ինչով կավարտվի, ինչով չի ավարտվի, երբ կավարտվի, միջև ընտրությունները կավարտվի, անկախ այդ ամենից, այն որ այդ դաշտը արդեն եկեղեցունը չի, սա արդեն իրողություն է։ Ի տարբերություն Մոլդովայի եւ բազմաթիվ այլ երկրների։ Եվ սա նաեւ նշանակում է իմիջիալուց այդ այսպես կոչված տրադիցիոնալ արժեքները, որոնք որ ռուսական նարատիվն են, որը լիբերալ կառավարությունների դեմ տարբեր երկրներում օգտագործվում է, մեծաշով այդ դաշտն էլ արդեն իշխանությունը գրավեց։ Նիկոլ Փաշինյանը այդ դաշտն էլ է ամբողջ օրը աղոթում է եւ սաղմոսներ է կարդում։ Ոչ միայն աղոթում է, եւ եկեղեցու դուրս չի գալիս։ Հասկանալի փորձենք կանխատեսել։ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու են օրինակ, հա, այն ինչ որ անում են ուրիշ երկրներում լիբերալ կառավարությունների դեմ ռուսամետ ուժերը։ Ավանդական արժեքները խախտելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ մի վարքյան, էլի։ Դուք այն մարդիկ չէիք, որոնք որ պաշտպանում էին կուսակրոնության ուխտը խախտած քահանաներին։
Աստվածաշունչը ասում է, որ կուսակրոնության ուխտը խախտած քահանային պետք է վերաբերվել այնպես, ինչպես երկու կին ունեցող տղամարդուն։ Դուք նրանց պաշտպանում եք, եկել ինձ մեղադրում եք արժեքներ ինչ որ բանի մեջ։ Ինքը այդ դաշտը նենց այդ պահը մի քիչ է սախ կոնտեքստներում աննկատ մնաց, բայց ինքը այդ դաշտը գրավեց։ Դե Պարոն Յանիսյան, Փաշինյանը Շանհայի կազմակերպության դաշտն էլ է գրավել, BRICS-ի դաշտն էլ է գրավել, չգիտեմ 3+3-ի դաշտն էլ է գրավել, ԵՄ-ի դաշտն էլ է գրավել, ԱՄՆ-ի դաշտն էլ է գրավել, այ Ադրբեջանի դաշտը չի գրավել, ես ոնց հասկանում եմ, ավելին դա հավանաբար ներքաղաքական կոնտեքստում դա է տեղերից մեկն է, տեսեք օրինակ փորձագետների այց եղավ վերջերս Բաքու եւ նրանց գոնգոները են ներկայացնում այդ թվում ընդդիմության այսօրվա խորհրդանական թևի ներկայացուցիչներ ճակերտավոր քաղաքասարակություն, կեղծ այսպես խաղաղություն, Ալիևի ձեռքերը լվանալ, չեք ընդունում, որ սա այստեղ Փաշինյանը դժվար հաղթող դուրս գա։ Գիտեք, այստեղ երկու կոնտեքստ կա։ Մեկը այդն է, որ Ադրբեջանի կոնտեքստում իհարկե խոսալ քաղաքասարակության մասին կամ քաղաքասարակության հետ կապերի մասին երբեմն այդքան էլ ոնց ասեմ ազնիվ չի, որտեվ քաղաքասարակություն որպես այդպեսին Ադրբեջանում համարյա չկա գոնե քաղաքական սենսիտիվ հարցեր։ Կարող է երթևեկության անվտանգության կոնտեքստում ունեն քաղաքասարակություն, բայց չէ, ընդդիմությունը մեր քաղաքասարակության ես գալիս եմ մեր քաղաքասարակության եւ այդ կոնտեքստում մեր քաղաքասարակության կողմից իրական քաղաքասարակության շփվելը երբեմն ասում են ոնց որ ֆեյք քաղաքասարակության հետ եք շփվում, բայց ներողություն ավելի լավ է գնալ ֆեյք քաղաքասարակության շփվել, քան իրական զինվորների հետ կռվել։ Էդ է քո հարևանը։ Ուզում ես հարևանը շվեդիան լինի, ուզի։ Հետո չէ, էդ է քո հարևանը։ Էդ է քո հարևանը, ինքը այնպեսին է, ինչպեսին որ ինքը կա։ Այդ հարևանի հետ պետք է շփվես։ Ինչքան շատ շփվես, այնքան քիչ կկռվես։ Դա քիրվայություն չի։ Սա քիրվայություն չի դա։ Սա ակնհայտ բան է, ինչքան շատ շփվես, այնքան քիչ կկռվես։ Ուզում եք այդ հարևանի հետ պատերազմել, օքեյ, ուզեք։ Բայց եկեք սենց անենք, էլի, ով որ ուզում է շփվի, մի քննադատեք իրանց, մենք էլ չքննադատենք ձեր կռվելու ցանկությունը։ Ոնց կարելի է Հաջիևի ուղերձը բերել Հայաստան, բան։ Ինչպես Հաջիևի ուղերձը բերել Հայաստան։ Բայց Հաջիևի ինչ ուղերձ է բերել։ Արեգ Քոչինյան ասում է Հաջիևը, «Ստեյության խաղաղության ուղերձ է»։ Ստեյության խաղաղության ուղերձ ասում է Ժորժան, չենք ուզում ձեր հետ կռիվ անենք։ Չեն թմրեցնում հանրության գիտակցությունը։ Ժոր 1.5 տարի, մի տարի եւ 8 ամիս, եթե հիմա ճիշտ եմ հիշում, հայ-ադրբեջանական սահմանին մարդ չի մեռել։ Սա է իրականություն։ Եվ երբ որ քո հարևանը, ում հետ դու ունես շատ վատ պատմություն, շատ վատ պատմություն, ասում է, արի չկռվենք, դու իր այդ խոսքը չպետք է լռեցնես։ Դու իր այդ խոսքը պետք է, այո, եթե ասում է գնա քո հասարակությանը փոխանցի, որ մենք չենք ուզում կռվենք, դու դա պետք է փոխանցես։ Ոչ մեկ չի ասում, որ դրա հիման վրա դու պետք է, չգիտեմ, զինաթափվես։ Իհարկե ոչ։ Բայց այդ չկռվելու ուղերձը այդ պետք է փոխանցես։ Հետո պատասխան ուղերձ տանես, ասես, գիտես, մենք էլ չենք ուզում կռվենք։ Իսկ կարող է ասենք փող աշխատենք։ Օրինակի համար երկաթուղի կառուցենք ու միջինասիան կապենք, չգիտեմ, Եվրոպայի հետ, միջինասիան կապենք Թուրքիայի հետ, միջինասիան կապենք վերջը արևմուտքի հետ։ Ու երկուսով դրա վրա փող աշխատենք։ Կարող բերտ այս բան անենք։ Ամեն ինչ սկսում է այդ անելուց նենց չի է, որ մի անգամից իրար կսիրենք։ Բարձա չէ վաղը որ երկաթուղի աշխատի եւ սկսի երկաթուղի գնալ գալ, նենց չի որ մենք իրար կսիրենք, նենց չի որ կասենք, ախ ադրբեջանցիք մեր եղբը, չէ, բայց ընդհանուր շահեր կսկսեն ձևավորվել, կսկսեն մանրից հասարակությունները հասկանալ, ախպերս կարող է եվրոպացիք ոնց սկսեցին իրար հետ
առևտուր անել իրար սպանելու Կարճ տեղը։ Ռուսաստանի կարող ենք էլ սկսել դրանից։ Որն է ձեր կարծիքը։ Իսկ Ռուսաստանը սրանում ահավոր դժբախտ է։ Ես չգիտեմ ինչի են օրինակ դաշնակցականները սրանից դժբախտ։ Որտեվ ես ելնում եմ այն կանխավարկածից, որ դաշնակցականները հայաստանյան քաղաքական ուժ են, պայմանական դաշնակցական, ոչ միայն դաշնակցության նկատի ունեմ։ Հայաստանյան քաղաքական ուժ են եւ խաղաղություն կառուցելը պետքա որ այն շահերից լինի եւ պետքա որ ենթադրում եմ բավարար adekvat լինեն, որ հասկանան, որ այո, խաղաղությունը դա ոչ միայն կապիտուլյացիայի, թշնամու կապիտուլյացիայի միջոցով ձեռք բերված խաղաղությունն է։ Հա? Եվ բայց կամ թշնամու հանձնվելու միջոցով ձեռք բերված խաղաղություն, բայց առավելևս երբ որ թշնամիդ քեզանից զոր է եւ ուժեղ է եւ բայց ռուսների մոտիվացիայի մասով շատ ամեն ինչ հասկանալի է։ Ռուսները այս ռեգիոնը կառավարում են, մասնավորապես Հայաստանն, Ադրբեջանը կառավարում են կոնֆլիկտի միջոցով։ Ամենամեծ լծակը, տեսեք, մենք Ցորենի մասին խոսացինք։ Ցորենը կոնֆլիկտի համեմատ լծակի կա, ասենց պուճուրիկ լծակի կա։ Ամենամեծ լծակը, որը Ռուսաստանը ուներ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ մինչև 22 թվականի հոկտեմբերը, կոնֆլիկտն էր։ 22 թվականի հոկտեմբերից դա սկսեց պակասել Ղարաբաղի էթնիկ զտումից հետո ընդհանրապես լծակը որպես այդպեսին դադարեց գոյություն ունենալ, նու չդադարեց, շատ ուժեղ թուլացավ, ել ավելի թուլացավ սահմանազատումը, երբ որ սկսեց եւ սահմանազատման պրինցիպների մեջ հստակ պրինցիպ սահմանվեց իդեմս Ալմատի եւ ցանկացած այդ խաղաղության ինչքան խաղաղությունը խորանում է, այնքան Ռուսաստանն այդ լծակը կորցնում է, այդ լծակը ապագայում վերականգնելու Ռուսաստանը ամեն դեպքում եկեք չմոռանանք իմպերիայի եւ երկար դարերի իմպերիայի փորձ ունի եւ ինքը շատ հարցերին նայում է ոչ միայն այսօրվա կոնտեքստում, այլ 10 տարի հետոյի կոնտեքստում։ Եվ ինքը հասկանում է ինչքան էս խաղաղությունը ամրապնդվի, ինչքան այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները, հանրային գործիչները իրար մասին լավ բաներ ասեն, իրար մասին խաղաղություն կառուցելու մասին լավ բաներ ասեն, այնքան ապագայում իրան ավելի դժվար կամ ավելի քիչ հավանական կամ ավելի անհավանական կլինի կոնֆլիկտը վերականգնել եւ այդ կոնֆլիկտով երկրներին կառավարել։ Ռուսաստանը շահը սա է։ Հիմա երբ որ գալիս ենք հայաստանյան քաղաքական ուժերին եւ ինքներս մեզ հարց ենք տալիս կարող հայաստանյան քաղաքական ուժերը ուղղակի Ռուսաստանի շահն են սպասարկում, երբ որ այդ ամեն ինչի դեմ են խոսում եւ երբ որ չգիտեմ Քոչինյան Արագին եւ մյուսներին գլխին կներեք շան լապ են թափում միգուցե որտեվ նորից Ռուսաստանի դեպքում շատ հստակ է թե ինչի է Ռուսաստանը այս ամեն ինչին դեմ Հայաստանի քաղաքական ուժերը ինչի են դեմ այդ հարցի պատասխանը ես այդքան էլ չունեմ եւ վարկածներից մեկը, որը ակամայից գալիս է, դա նա որոնք սպասարկում են Ռուսաստանի շահը եւ ոչ թե իրանց հնարավոր ընտրողների։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դանիել Յովհաննիսյանին։